Մեր պաշտոնյաները չունեն որևէ փիլիսոփայություն եւ առաջնորդվում են բացառապես անձնական շահով։ Հրապարակախոս Հրայր Ուլուբաբյանի խոսքով երկրում քաոսային իրավիճակ է ստեղծված, որի լուծումն այդ պաշտոնյաները չեն կարող տալ։ Առաջին պատճառներից մեկը, որ կարող եմ բնութագրել, ուղղակի Նժդեհի մի խոսքով, որտեղ ինքը ասում է, որ այս սերունդը ունի կյանքի հստակ փիլիսոփայություն եւ փիլիսոփայական կուռ աշխարհայացք, որի պատճառով ստեղծվել է, շարունակում է մնալ այս հոգեվոր քաոսային վիճակը։ Այդ քաոսային վիճակը ուրեմն փիլիսոփայության բացակայության պատճառով է։ Այդ տեսակետից, ասենք, սովետի փլուզումից հետո որևէ փիլիսոփայություն չենք որդեգրել։ Ազգային պետական խնդիրներով զբաղվում են այսօրվա դրությամբ թայֆայական կուսակցական մարդիկ եւ չեն կարող, ինչպես ասենք առաջին, երկրորդ, երրորդ դասարանի երեխաները չեն կարող ավելի բարձր դասարանների խնդիրներ լուծել եւ դասագրքեր կազմել։ Նույն տրամաբանությամբ այսօրվա մեր թայֆայական կուսակցական մտածող իշխանավորները չեն կարող ազգային որևէ ազգային պետական խնդիր լուծել ազգօգուտ պետականաշահ տեսակետից։